Հանուն Հանրապետության կուսակցությունն առաջարկում է իրական ուժի քաղաքականություն, դաշնակիցների լայն շրջանակ, բաց ճանապարհներ, նոր շուկաներ, անվտանգային գործընկերություններ։ Այս առաջարկություններով է կուսակցությունը շարունակում քարոզարշավը։ Այս անգամ մեկնարկը Կոտայքի մարզից էր։ Մեզ իրապես հիմա շատ բարդ ընտրություն է սպասվում, ըստ էության մեզ առաջարկվում է ընտրել վասալության եւ արժանապատվության միջև։ Պետության լինել չլինելու հարցադրված եւ որոշողը մենք ենք։ Ձեզ հետ միասին բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս։ Այսօր անդիմության տերը Պուտինն է։ Դրա համար էլ երկիրը առաջ չի գնալու։ Հայ ժողովուրդը պետք է ունենա պետություն եւ այդ պետությունը պետք է լինի շատ սիրուն բարգա ինքնիշխան։ Ինքը պետք է լինի, մեր ժողովուրդը պետք է լինի մեր երկրի իշխանը։ Կուսակցությունում համոզված են, հասարակությունը գիտակցում է ընտրությանը մասնակցելու կարևորությունը։ 19 ուժերից իրենք միակն են, որ հայտարարում են ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն։ Հրազդանում սկզբում զրուցեցին քաղաքացիների հետ, հետո շրջեցին քաղաքում։ Տվեք մի հատ բուկլետ։ Համեցեք։ Շատ ուրախ եմ ձեր գործերին հաջողություն։ Հունիսի 7-ին մասնակցեք ընտրության։ Հաջողություն ձեզ։ Բնակիչներն էլ կուսակցության անդամներին հարցեր ունեին. Հայաստանը երբ կունենա երկաթգիծ, որի կառավարումը անկախ կլինի, ոչ թե կոնցեսիոն պայմանագրով։ Ունենալ երկաթգիծ, ունենալ արդյունաբերական զավոդներ, Երկաթգիծ կունենանք, աշխատանք ունենանք։ Ահա, այդ շատ կարևոր բան է ասում։ 30 Դե հիմա տարի 2007 թվականից մեր երկաթգիծը հարավկովկասյան երկաթուղիներ վերցրել ու փակել են, որպեսզի Հայաստանը չզարգանա։ Բարձրաձայնված հարցերը վերաբերում են հայրենիքի վաղվա օրվան, ընդգծում են կուսակցությունից։ Պետության անվտանգությանը պատերազմ է հայտարարված, իրենք եւս միանում են դրա պաշտպանությանը։ Փողը չի կարող հաղթել մտքին, հաստավիզ լինելը չի կարող հաղթել բանականությանը, օլիգարխիան եւ ռուսական այս շանտաժը եւ սպառնալիքները չեն կարող տեղ ունենալ մեր քաղաքական միջավայրում։ Մենք դրա համար ենք մասնակցում, որպեսզի նաև հնչեցնենք կոնկրետ անուններ այն սպառնալիքի, որը հավաքական անուն ունի, որի անունը Պուտին է եւ որը պիտի հունիսի 7-ին հայ ժողովրդի կողմից պարտության մատնվի, ջախջախվի եւ դուր շպրտվի մեր քաղաքական միջավայրից։ Չի կարող պետության իշխանության մաս կազմող ընդդիմության 1/3-ը լինել հակառակորդի ձեռքում։ Մեր պետության ապագայի 1/3 որոշումների չեն կարող կայացնել մեր պետության հակառակորդները։ Իշխանությունը ինքնիշխան լինելուց բացի պիտի լինի ինքնիշխան նաև ընդդիմությունը։ Քաղաքացին ընտրողը ավելի գիտակից է, հասկանում է, թե որքան կարևոր է, որպեսզի Հայաստանում տեղի ունենա ընդդիմափոխություն, որովհետև 18 թվականին այո իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, սակայն ընդդիմությունը մնաց օտարված ընտրողներից եւ հետեւաբար մենք մեր խոսակցությունում հենց այդ հարցն ենք բարձրաձայնում։ Քո ձայնը խորհրդարանում, հանուն Հանրապետության կուսակցությունը քվեաթերթիկում համար 18-ն է։ Մերի Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։